Անցնող շաբաթ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնեց Իսպանիայի թագավորություն։ Հանդիպումների շարք, քննարկումների լայն շրջանակ ու ելույթ։ Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում արտերկիր կատարած բոլոր այցերի շրջանակում Ալեն Սիմոնյանը ներկայացնում է հայկական դիրքորոշումն ու խորհրդարանական դիվանագիտության համատեքստում առաջ մղում խաղաղության օրակարգի վերաբերյալ մեր երկրի ձգտումները։ Իսպանիայի թագավորության падգամավորների կոնգրեսի նախագահ Ֆրանսինա Արմենգոլ Սոսիասի հետ հանդիպումն է Մադրիդում։ Քննարկումների առանցքում Հայաստան-Իսպանիա հարաբերություններն են, որի համատեքստում շեշտը դրվում է միջխորհրդարանական կապերի ակտիվացման, ինչպես նաև տնտեսական, կրթական, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության վրա։ Անդրադարձ կատարվեց նաև Հայաստանի Հանրապետություն Եվրամիություն հարաբերություններին, վիզաների ազատականացման գործընթացին վերաբերող խնդիրներին ու Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին։ Առանձնակի կարևորվեց Վաշինգտոնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որի ընթացքում ստորագրվեց խաղաղությանը միտված համատեղ հռչակագիր։ Այս համատեքստում կոնգրեսի նախագահն արժևորեց ստորագրված փաստաթղթերը, նշելով, որ Իսպանիան տարածաշրջանում խաղաղության կողմնակից է։ Ալեն Սիմոնյանը գործընկերոջ ուշադրությունը հրավիրեց նաև Ադրբեջանում գտնվող գերիների ապօրինի պահվող անձանց խնդրին, կարևորելով անհետ կորած համարվողների հարցը։ Հանդիպման ավարտին մեր երկրի ազգային ժողովի նախագահը գրառում կատարեց պատվավոր հյուրերի գրքում, գործընկերոջ ուղեկցությամբ շրջեց նաև կոնգրեսի շենքում, ապա դահլիճում հետևեց նիստերի աշխատանքներին։ Al presidente de la Asamblea de Armenia, el señor Alen Simonian, y a la delegación que les acompañan hoy en visita oficial aquí al Congreso de los Diputados. Ալեն Սիմոնյանի հաջորդ հանդիպումը Մադրիդում Սենատի նախագահ Պեդրո Ռոյանի հետ էր։ Ջերմընդունելություն եւ փոխադարձ ողջույններ նման այցերը կարևոր են երկկողմ կապերն ամրապնդելու տեսանկյունից, ընդգծում է Պեդրո Ռոյանը։ Հանդիպումը սկսվում է միջխորհրդարանական կապերի զարգացմանը վերաբերող հարցերի քննարկմամբ։ Առանցքում էին նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, Հայաստանում տեղակայված Եվրամիության դիտորդական առաքելությանը վերաբերող թեմաները։ Առանձին անդրադարձ կատարվեց Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման հաղորդակցության ծրագրին։ Այս համատեքստում Սենատի նախագահը նշեց, որ Իսպանիան սպասում է խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրմանն ու հավելեց, խաղաղության հաստատումը այլ ընտրանք չունի։ Սենատում ևս ազգային ժողովի նախագահը գրառում կատարեց պատվավոր հյուրերի գրքում։ Հաջորդիվ Ալեն Սիմոնյանը Մադրիդում մասնակցեց Հայաստանի Հանրապետության անկախության օրվան նվիրված ընդունելությանը, որը կազմակերպել էր Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը։ Խորհրդարանի ղեկավարը շնորհավորեց այդ նվիրական տոնի առթիվ ու հիշեցրեց, որ մեր ազգային տոնը ոչ միայն Հայաստանի անկախության հռչակման տոնն է, այլև մեր որդեգրած արժեքների, ազատության, տոկունության, խաղաղության եւ ժողովրդավարության հանդեպ հանձնառության վերահաստատումն է։ Այս տարի մեր տոնակատարությունն ունի շատ կարևոր ուղերձ։ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ Հայաստանը եւ Ադրբեջանը ստորագրեցին հռչակագիր, որը բացում է մեր պատմության նոր էջը։ Այն կարևոր հանգրվան է մեր տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման ճանապարհին։ Խաղաղություն, որին մեր ժողովուրդները վաղուց են սպասում եւ որին արժանի են։ Խոսելով հայ-իսպանական հարաբերություններից ազգային ժողովի նախագահը բարձր գնահատեց Իսպանիայի դերը որպես գործընկեր թե Եվրոպական միության շրջանակում, թե դրա սահմաններից դուրս։ Թող այսօրը եւս մեկ առիթ հանդիսանա ավելի խորացնելու Հայաստանի եւ Իսպանիայի կապերը, իշա մեր ժողովուրդների բարության, խաղաղության եւ բարեկամության։ Կեցե Հայաստանի Հանրապետությունը եւ Իսպանիայի թագավորությունը։ Շնորհակալություն։
Աշխատանքային այցի շրջանակում Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպեց նաև ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների հիմնադրամի ղեկավար կազմին։ Քննարկվեցին տարածաշրջանային զարգացումներին վերաբերող թեմաներ։ Հանդիպմանը հիմնադրամի ուսանողներին տրվեց հնարավորություն հարցեր ուղղելու ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին։ Մինչ Հայաստան վերադառնալը մեր երկրի խորհրդարանի ղեկավարը իսպանական El Mundo պարբերականի խնդրանքով հարցազրույց տվեց լրատվամիջոցին։ Լրագրողը Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեց տարածաշրջանային զարգացումներից եւ Հայաստանի ստանձնած խաղաղության օրակարգից։